Ամբիոնը ազատություն բոլոր հավանդարկյալներին, հարցեր, եթե կան հիմնական զեկուցողին, խնդրում եմ ձեռքով։ Շնորհակալություն, պարոն Աբրամյան։ Հարակից զեկույցի համար հրավիրում եմ հիմնական ամբիոնի մոտ Հայաստանի Հանրապետական Կուսակցության նախագահի տեղակալ Լույս հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանին։ Խնդրեմ, պարոն Հարությունյան։ Լսումների հարգելի մասնակիցներ, հարգելի քաղաքացիներ, որ հետևում եք մեզ եթերում։ Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու մի թեմա, որի մասին հնարավոր չէ լռել։ Հատկապես, որ խորհրդարանը հենց այնտեղն է, որտեղ լռությունը նույնպես արձանագրվում է, բայց որպես համաձայնություն կամ անտարբերության նշան։ Եղել են օրեր, երբ այս դահլիճում ձայնից ավելի բարձր լսվել է հենց լռությունը, որից հետո ստեղծվել են վտանգավոր նախադեպեր։ Եկեղեցու հետ կապված թեման որպես կանոն արծարծվում է ազգային ինքնության եւ հոգեվոր կյանքի տեսանկյունից, բայց հայտարարությունը միտումնավոր անդրադառնում է այս հարցին միմիայն սահմանադրության տեսանկյունից։ Իրականում այսօր քննարկվող հայտարարությունը մեկ բանի մասին է՝ իրավական պետության սահմանների մասին։ Այդ սահմանների կարևոր հատվածից է պետություն եկեղեցի սահմանազատումը, որի շրջանակի մեջ են մտնում չմիջամտելու սկզբունքը, խղճի և կրոնի ազատության երաշխիքները, կրոնական համայնքների ինքնավարությունը։ Սա է սահմանադրության գծած սահմանը։ Չեն կարող լինել սիրելի և ոչ սիրելի սահմանադրական դրույթներ։ Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ։ Հենց ինքը բառն է հուշում էությունը, սահմանադրություն։ Սահմանը դրվել է սահմանադրությամբ։ Իսկ սահմանը, լինի դա պետության սահման կամ իրավունքի սահման, կամ պահում են, կամ տրորում։ Ով էլ որ լինի, քրիստոնյա թե մահմեդական, բուդդիստ թե հեթանոս, ագնոստիկ թե աթեիստ, յուրաքանչյուրը պարտավոր է, իրավունք չունի ոտնահարել սահմանադրությունը։ Այս հայտարարության հիմնական թեզը հետևյալն է. սահմանադրությունը սահմանազատել է պետության և եկեղեցու լիազորությունները, այդ սահմաններից դուրս որևէ գործողություն արգելված է, անկախ նրանից, թե ով է պետության ղեկին կամ եկեղեցու ղեկին։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում իրականում։ Սկսենք փաստերից։ Վերջին տարում մեր իրավապահները ցույց են տալիս յուրահատուկ եռանդ եկեղեցական օրացույցին հետևելու հարցում։ Ցավալի է, որ քննչական կոմիտեն կիրակնօրյա պատարագին տենդագին սպասում է միայն մեկ պատճառով։ Հենց սուրբ պատարագի ժամերին քննիչների մոտ քննչական բաժնում քահանաների հետ զրուցելու անհետաձգելի ցանկություն է առաջանում։ Իսկ մեր դատարանները որոշել են, որ եթե եկեղեցին մեկին կարգալույծ է արել, դա դեռ վերջը չէ։ Մարդը կարող է գնալ դատարան եւ հետ բերել իր քահանայական շնորհը։ Մի պահ պատկերացրեք զավեշտալի իրավիճակը։ Դատավորը մուրճը խփում է սեղանին եւ հայտարարում. հանուն Հայաստանի Հանրապետության քեզ վերադարձնում եմ Սուրբ Հոգու շնորհը, գնա պատարագդ կատարիր։ Եթե պետությունը քննիչի ու դատավորի միջոցով եկեղեցու ներսում բարեփոխումներ է իրականացնում, միջամտում պատարագի անցկացման կարգին, դա նշանակում է, որ մենք ոչ թե ժողովրդավարություն ենք կառուցում, այլ ստեղծում ենք մի նոր պետական կրոն, որտեղ վարչապետը կրոնապետն է, քննիչները եւ դատախազները առաքյալներ։ Մնում է ընդամենը մեկ տեխնիկական դետալ լուծել, որպեսզի այս կրոնապետությունը ավարտվի, պետք է քրեական դատավարության օրենսգիրքը վերանվանել Սրբազան Մատյան եւ վերջ։ Շարունակեմ փաստերի թվարկումը։ 2025-26 թվականին շինծու մեղադրանքներով կալանավորվել են հայ եկեղեցու 5 սպասավոր։ 3 arciepiskopos, 1 եպիսկոպոս եւ 1 քահանա։
Եկեղեցուն աջակցելու համար ազատությունից զրկվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ 26 թվականի հունվարի 31-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսներ ստացան մեղադրյալի կարգավիճակ եւ արգելվեց նրանց ելքը Հայաստանի Հանրապետությունից։ Փետրվարի 14-ին հարուցվեց քրեական գործ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Նրանք բոլորը զրկվեցին Ավստրիայում ծրագրված եպիսկոպոսատ ժողովին մասնակցելու հնարավորությունից։ Մարտի 20-ին քննիչը թույլ չտվեց կաթողիկոսին մեկնել Վրաստան Իլիա II-ի հուղարկավորության արարողությանը։ Հավանաբար վախենում էին, որ կաթողիկոսը Վրաստանում քաղաքական ապաստան խնդրի եւ այլևս Հայաստան չվերադառնա։ Եվ վերջապես այս շաբաթվա դեպքը։ Մարտի 29-ին Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում ձերբակալվեցին երկօրյա եղբայրներ՝ Դավիթ եւ Միքայել Մինասյանները։ Երկուսն էլ հայլուն առաջադիմությամբ սովորող, պարկեշտ եւ հավատացյալ երիտասարդներ, որոնք ամեն շաբաթ գնում են եկեղեցի։ Դավիթին մեղադրում են, թե փորձել է հարվածել վարչապետին, թեև տեսանյութը կարծում եմ բացի քննիչից ու դատավորներից բոլորն են տեսել։ Միքայելին էլ մեղադրում են, թե իբր օգնել է Դավիթին հարվածել վարչապետին։ Նրանց բնակարանում խուզարկություն են կատարել, փնտրում էին որևէ կապ, որևէ կուսակցության հետ չգտան։ Փոխարենը գտան աղոթագրքեր։ Արդյունքում երկամսյա կալանավորում եկեղեցում աղոթագիրքը ձեռքին բռնած մի դպրոցականի համար։ Սա ոչ միայն քրեական հալածանք է այն երիտասարդների նկատմամբ, ովքեր համարձակվեցին պատշաճ հարգանք չցուցաբերել սրբավայր ելումու տանող վարչապետի շքախմբի նկատմամբ։ Սա արդեն ողջ հասարակության քննչական ահաբեկում է։ Այնինչ ասեցի, սրանք փաստեր են, ոչ թե մեկնաբանություններ, փաստեր։ Անդրադառնամ իրավունքի կարմիր գծին։ Ներկայացված հայտարարությունը շեշտում է այդ կարմիր գիծը։ Կրոնական կառուցվածքին եւ ներքին կարգապահության վերաբերող հարցերը բացարձակապես կրոնական կազմակերպության ինքնավարության տիրույթում են։ Այս սկզբունքը որևէ անձի աջակցություն չէ։ Այս սկզբունքը սահմանադրության պաշտպանություն է։ Սահմանադրական ժողովրդավարություններում պետական ոչ մի մարմին, ոչ մի դատարան չպետք է միջամտի եկեղեցու ներքին կառավարմանը։ Հակառակ պարագայում տպավորություն է, որ պետական այրերը արդեն ավելի լավ են տիրապետում ծիսակարգին, քան հայրապետերը։ Քննիչն ու պաշտոնյան նստած որոշում են, թե պատարագի ժամանակ Արցախի անունը տան, թե չտան, ում հիշատակեն, ում չհիշատակեն։ Սա կոչվում է կրոնական գրաքննություն։ Այժմ կուզենայի կարճ անդրադառնալ այն հարցին, թե որտեղ է իրական վտանգը։ Թվում է այս արշավը պետք է թուլացներ եկեղեցու դիրքերը։ Բայց հայոց եկեղեցու արմատները շատ խորն են ու այնքան ամուր են, որ նման ժամանակավոր քամիներից չեն կարող վնասվել։ Դրա փոխարեն վնասվում է մեր պետությունը։ Մեր պետությունը արդեն իսկ չափազանց փխրուն եւ անկայուն է վերջին շրջանում։ Այս հակաօրինական արշավանքը թուլացնում է պետության սահմանադրական հիմքը։ Թուլացնում է ներպետական եւ ներազգային կապերը, վնասում առողջ հարաբերություններին։ Արդարադատության ու իրավապահ համակարգի ոչ խելամիտ օգտագործումը, դրանց վերածումը պահիկ մահաճույքները սպասարկող խաղալիքի, վնասում է պետության կենսունակությունը։ Եվ այո, մեզ դարձնում է ավելի անկայուն եւ ել ավելի փխրուն այսօրվա վտանգավոր աշխարհում։ Գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց պետություն եկեղեցի այսօրվա հարաբերություններում հանրային իշխանություններից պետք է պաշտպանել հենց պետությունը։ Եվ այդ պաշտպանությունը սկսվում է այստեղից, այս դահլիճից։ Որ հասկանալի դառնա բոլորին, իշխանությանը եւ ընդդիմությանը, հավատացյալին եւ աթեիստին, թող այսօր այս դահլիճում անընդհատ հնչի հետևյալ բանաձևը. Սահմանադրությունը սահմանազատել է պետության եւ եկեղեցու լիազորությունները, այդ սահմաններից դուրս որևէ, կրկնում եմ, որևէ միջամտությունը արգելված է։
Կուզենայի, որ ազգային ժողովին իստում այս հարցը քննարկելիս յուրաքանչյուր падգամավոր իր համար պատասխան տա մի հարցի։ Արդյոք նա պատրաստ է բարձրաձայն կրկնել այս ակներև բանաձևը։ Ոչ թե ասելու ընդհանուր առմամբ, ոչ թե ասելու կարծես թե, ոչ թե ասելու այո, բայց կան բացառիկ դեպքեր։ Ընդհանրապես այո կամ ոչ։ Որտեղ վաղը պատմությունը չի հարցնելու, ով էր քաղաքական տեսանկյունից ավելի հարմարավետ դիրքորոշում որդեգրել։ Պատմությունը հարցնելու է, ով էր հավատարիմ իրավունքի գերակայությանը։ Ազգային ժողովի падգամավորները կամ կպաշտպանեն սահմանադրությունը, կամ լուր կհամաձայնվեն դրա խախտմանը։ Երրորդ ճանապարհ չկա։ Կատարեք ձեր ընտրությունը։ Տիկնայք եւ պարոնայք ազգային ժողովի падգամավորներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։